Կումայրի արգելոց թանգարանի ցուցասրահում գաղթի ճամփով անցած կոտորածից փրկված կանանց լուսանկարներն են, վավերագրական փաստերը, որոնք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատողների տարիների հավաքչական աշխատանքների արդյունքն են։ Փաստագրական նյութերը հավաքվել են ոչ միայն Հայաստանի, նաև արտերկրի թանգարաններից։ Ամեն մի լուսանկար մի մեծ պատմություն է դժոխային ճանապարհով անցած հայ կանանց խիզախության ու տառապանքի մասին։ Մենք շատ հաճախ խոսում ենք զոհերի մասին, սպանվածների մասին եւ ցեղասպանության մասին խոսելիս անմիջապես հասկանում ենք մասսայական սպանություններ։ Սակայն նաեւ այս ցուցադրությունով ուզում ենք ցույց տալ, որ ցեղասպանության գործիք էր նաեւ հայ կանանց եւ երեխաների բռնի ասիմիլյացիան, զուլումը։ Մոտավոր հաշվարկներով շուրջ 200,000 հայ երեխա եւ կին ցեղասպանության տարիներին բռնի տեղափոխվել եւ զուլվել է թշնամու համայնքի մեջ։ Ցուցադրության միջոցով փորձել ենք ընդլայնել հայոց ցեղասպանության տարիներին կնոջ զոհ եւ հերոս լինելու կերպարը, այսինքն զոհ չեն միայն այն կանայք, ովքեր սպանվեցին կամ խոշտանգվեցին, այլ նաեւ կանայք, ովքեր ուրեմն առևանգվում էին տեղահանության ճանապարհին, ստրկական շուկաներում վաճառվում, ուրեմն հայտնվում թուրքական հարեմներում եւ իսլամական տներում, ենթարկվում էին բազմաթիվ սեռական եւ այլ բռնությունների, դաջվածքներ էին ստիպված լինում կրել իրենց մարմինների տարբեր հատվածներում, եւ այս դաջվածքները, այսինքն զոհ են նաեւ այդ կանայք։ Այս բոլոր վկայությունները հայ կնոջ ճակատագրի վերհանումն են, միևնույն ժամանակ նրա քաջության հպարտության ներկայացումը։ Առանձին բաժիններում եւ ժամանակագրորեն ներկայացված կանանց անհատական պատմությունները ամբողջացնում են հայոց ցեղասպանության տարիներին բաժին հասած ողբերգությունները։ Այս կանայք կորցրել են գերդաստան ու ընտանիք, բայց չեն կորցրել իրենց դեմքը եւ անբացատրելի ուժով պահել են հայի ինքնությունը։ Ունենք կանանց պատմություններ, որոնք կորցրել են իրենց ամբողջ գերդաստանին, ուրեմն 5-ից ավելի երեխաներին, ունենք կին, որ իր 7 երեխաներին է կորցրել եւ մինչեւ վերջին պահը դեռ հույս ուներ, որ կգտնի տեղահանության ճանապարհին կորցրել էր եւ հույս ուներ գոնե մեկին կգտնի, բայց այդպես էլ չի գտնում եւ իր վիշտը իր ներսում խեղդելով կարողացավ վերագտնել իրեն եւ ուրեմն կարողացավ նաեւ հայության բեկորների եւ հայ որբերի փրկության գործով Տեսեք, այնտեղ մի հետաքրքիր արձանագրություն կա, երբ կինը ինքը ասում է, որ ավելի լավ է կախաղան բարձրանամ, քան իսլամանամ, եւ նա այդ ճակատագիրն էլ կրեց, երբ Փաշան առաջարկում է ամուսնանալ, նա գերադասում է մահանալ, փաստորեն թուրքական յատաղանի զոհ է գնում, բայց չի ուրանում իր հավատքը։ Պատմությունների շարքում ուշագրավ է Մշեցի Գյուլիզարի կերպարը։ Նա առաջին հայ կին էր, որ իսլամացվել է, բայց համարձակություն է ունեցել դիմելու դատարան եւ պաշտպանելու իր ազգային ինքնությունը։ Սա Օսմանյան Թուրքիայում կնոջ իրավունքի պաշտպանության ամենավառ օրինակներից էր, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Մշեցի Գյուլիզարն է, իր պատմության միջոցով փորձել ենք ներկայացնել նաև կանանց իրավունքների հարցերը մինչև ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, ինչպես էին ոտնահարված հայ կանան, ընդհանրապես քրիստոնյաների, այդ թվում եւ կանանց իրավունքները, կանայք առևանգվում էին, ուրեմն բռնությունների էին ենթարկվում եւ թերևս Գյուլիզարը մի առաջին հայ կինն էր Օսմանյան կայսրության պատմության մեջ, ով դիմեց դատարան, շահեց դատը եւ վերականգնեց իր իրավունքները, նրան առևանգել էր քուրդ աշիրետապետ Մուսաբեկը, Գյուլիզարը կարողացավ վերականգնել իր իրավունքները։ Թե ինչ կենցաղով ու մշակույթով է ապրել հայ կինը Օսմանյան կայսրությունում բացահայտում են բազմաթիվ ցուցանմուշները։ Դրանք անձնական իրեր են, տարազային հագուստները, զարդերը եւ այլն։ Ցուցասրահում տեղ են գտել նաեւ բնօրինակ բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, անգամ երաժշտական գործիքներ, որոնք Շիրակի երկրագիտական թանգարանի պահոստների հարստությունն է։ Դրանք առաջին անգամ են ցուցադրության հանվել։ Այստեղ նաև եզակի ցուցանմուշներ ունենք, դա բռնոտու համար նախատեսված կնոջ ամանն է, որի վրա կա արձանագրություն Վան 1812 թիվ։ Վանի ոսկերիչների կողմից պատրաստված գոտին է եւ պայուսակը, որը նույնպես հավանաբար Արևմտյան Հայաստանում կրել են կանայք եւ հետագայում արդեն ներկրվել է եւ բերվել է Հայաստան։ Այս ցուցադրությունը երկու շատ կարևոր շեշտադրում ունի՝ զոհի եւ հերոսի հասկացությունների վերհանումն է։ Անցնելով թուրքական վայրագությունների միջով հայ կանայք դարձան պայքարի, կամքի, հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշներ։ Ժամանակավոր ցուցադրությունը Գյումրիում բաց կլինի 1 ամիս։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։